Դե ինչ վերցնում ենք մեկ գավաթ սուրճ եւ թե ուղևորվում հայրենիք մեր այսօրվա հյուրը գտնվում է 5347 կիլոմետր հեռավորության վրա։ Նա Prestige Media ընկերության հիմնադիր Սեյդա Գասպարյան, ողջույն եւ բարի գալուստ IBFM նաեւ շնորհավոր ձեր մայիսի 1-ը։ Բարև ձեզ, բարի տոնական օր։ Ջերմագին ողջույններս արևաշխող Հայաստանից, Երևանից, Փարիզի ռադիո IBFM-ի սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, հարգելի Լուսինե եւ Արտակ։ Ողջունում եմ, շնորհավորում եմ բոլորիս մայիսի 1-ի տոնի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում այս հնարավորության համար միանալու ձեզ եւ խոսելու մեր գործունեության մասին։ Այսօր գիտեք, չէ, բացառությամբ Փարիզն էլ է արևաշխող, սա մեզ մոտ հաճախ չի պատահում, բայց այսօր համընկել է եւ տոնական օրը եւ արևաշխող օրը։ Եվ շոկ է տաղավարում։ Այո, եւ սիրելի ունկնդիրներ, այսօր մեր հյուրի հետ բացահայտելու ենք շուտով Փարիզում կայանալիք մի շատ կարեւոր եւ աննախադեպ միջոցառում։ Բայց մինչ այդ փորձենք հասկանալ, թե ինչ է Prestige Media ընկերությունը եւ խնդրեմ Սեդա, երբ եւ ինչ նպատակով եք այդ հիմնել։ Սիրելի Լուսինե, Prestige Media ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին եւ ներկայացնում է Prestige հեղինակավոր ամսագիրը։ Հասարակության ուղղված նոր ասելիքով, տարբերվող ձեռագրով եւ բովանդակությամբ, ինքնատիպ դիզայնով Prestige հասարակական բիզնես մշակութային առողջապահական ամսագիրը ներկայացնում է հասարակության տարբեր շերտերին հետաքրքիր թեմաներ։ Ամսագրի էջերում տեղ են գտնում վերլուծական հոդվածներ, դիմանկարային տարբեր հարցազրույցներ, իրադարձային ռեպորտաժներ համեմված գեղեցիկ ֆոտոշարքերով։ Ամսագրի նպատակն է ներկայացնել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող անվանի հայ գործիչներին, ովքեր հանդիսանում են պետության զարգացման շարժիչ ուժը եւ իրենց ակտիվ գործունեությամբ նպաստում են հասարակության տարբեր ոլորտների առաջընթացին եւ հայապահպանության գործին։ Ես կցանկանայի իմանալ հիմնադրման առաջին օրվանից ամսագրի քանի համար եք արդեն թողարկել։ Այսօրվա դրությամբ թողարկել ենք ամսագրի արդեն 23 համար եւ այս պահին պատրաստվում ենք տպագրության ուղարկել եւս 2 համար, որոնք զուգահեռ ընթացքի մեջ են եւ շատ շուտով կլինեն մեր ամսագրի հետևորդների շրջանակում։ Շատ լավ, ես գիտեմ նաև, որ 2024-ին հատուկ համար եք թողարկել, մի փոքր կպատմեք այս մասին, ինչի մասին է խոսքը։ 2024 թվականին թողարկվել է Prestige ամսագրի հատուկ համարը, նվիրված մեծանուն հայ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին, որը բացառիկ համագործակցությամբ իրականություն դարձավ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ։ Ես օգտվելով առիթից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին այդ վստահության համար։ Մենք մեր ստեղծագործական խմբով բարձր պատասխանատվությամբ իրականություն դարձրեցինք այդ ամսագիրը եւ մեծ պատիվ էր մեծանուն հայ Շառլ Ազնավուրի ամսագիրը թողարկելը, խմբագրելը, այդ ստեղծագործական ծավալուն աշխատանքը իրականացնելը, որը շատ մեծ արձագանք ունեցավ մեր ընթերցողների, ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ընթերցողների շրջանում, որովհետեւ ամսագիրը միակն է, որ լույս է տեսնում երկու լեզվով եւ այդ համարը լույս է տեսել հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով։ Իսկ հետաքրքիր է ինչպիսին է եղել Ազնավուրի հենց ընտանիքի արձագանքը։ Արդյոք համագործակցել են ինչ-որ չափով ձեզ հետ, թե ուղղակի իրենք վայելեցին արդյունքը։ Իհարկե համագործակցել ենք, հնարավոր չէր թողարկել այդ բացառիկ համարը Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված առանց համագործակցելու ընտանիքի հետ։ Մենք նաև հարցազրույց ունենք նույն ամսագրում Նիկոլա եւ Կրիստինա Ազնավուրների հետ, ովքեր ներկայացնում են նաև գործունեությունը Ազնավուր հիմնադրամի աշխատանքները եւ բոլոր նյութերը, արխիվային լուսանկարները համագործակցության արդյունքում են օգտագործվել, որպեսզի տվյալները լինեն ճշգրիտ եւ ամբողջ ինֆորմացիան լիարժեք կարողանանք փոխանցել մեր ընթերցողներին։ Շատ լավ, ես գիտեմ, որ ամսագիր պատրաստելուց բացի դուք արդեն քանի տարի է նաև մրցանակաբաշխություններ եք կազմակերպում։ Ինձ հետաքրքիր ինչպես ծնվեց այս մրցանակաբաշխություն կազմակերպելու գաղափարը եւ որ բուն նպատակը։ Մենք 2024 թվականից սկսել ենք կազմակերպել նաև միջազգային մրցանակաբաշխություններ,
Սկսելով Վենետիկից։ Մեր նպատակն է դառնալ կամուրջ Հայաստանի եւ Սփյուռքի միջև, բացահայտել այն մեծանուն հայ գործիչներին, ովքեր իրենց նվիրումով եւ գործունեությամբ հանդիսանում են մեր պետության հիմնասյուները եւ ովքեր մշտապես ապրելով անգամ հայրենիքից հեռու բարձր են պահում Հայաստան անունն ամբողջ աշխարհում։ Սկսեցինք Վենետիկից, նախորդ տարի հունիսի 9-ին Վենետիկի 15-րդ դարի թագավորական պալատում տեղի ունեցավ մեր առաջին միջազգային մրցանակաբաշխությունը, որտեղ համախմբվել էին հայեր Հայաստանից եւ ամբողջ աշխարհից։ Մեր միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Տիկին Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Իտալիայի Վճռաբեկ դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին եւ Սուրբ Ղազար կղզու վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը։ Հաջորդ օրը այցելեցինք մեր խմբով Սուրբ Ղազար կղզի, որտեղ մեր հյուրերը նաև ծանոթացան մեր մշակութային եւ հոգեվոր արժեքներին եւ իսկապես անմոռանալի երկու օր, որը եղավ համախմբման, միավորման եւ գործարարների եւ բժիշկների ձեռքբերումները ներկայացնելու լավագույն հնարավորություն։ Նախորդ տարի մենք բացի Վենետիկից կազմակերպեցինք միջոցառում նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայ քաղաքում, որտեղ արդեն ներկայացվեցին հայ-էմիրատական գործարար կապերը եւ քանի որ այսօր մեր օրերում շատ արագ են զարգանում Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ այդ հարաբերությունները, մենք նաև շատ ունեինք միջազգային ընկերություններ, ովքեր մասնակցում էին այդ բացառիկ միջոցառմանը, ստեղծվեցին նոր գործընկերային կապեր եւ ընդհանուր առմամբ հենց մեր նպատակն է ստեղծել նոր կապեր, նոր համագործակցություններ, որոնք կնպաստեն Հայաստանի հետագա հզորացմանը եւ տնտեսության զարգացմանը։ Եվ կարծում եմ, որ այդ նույն տրամաբանության մեջ հիմա էլ շատ արագ զարգանում են նաև հայ-ֆրանսիական կապերը տարբեր ոլորտներում եւ հենց այս նույն տրամաբանության մեջ է, որ այս անգամ ընտրել եք Փարիզը որպես երրորդ վայր այս մրցանակաբաշխության կազմակերպման։ Հարգելի լուսնե, մենք դեռևս 2024 թվականից սկսել ենք նախապատրաստական աշխատանքները մեր 2025 թվականի այս տարվա մասշտաբային միջոցառման կազմակերպման համար։ Ես մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել, որ այս տարի հունիսի 9-ին Փարիզի լեգենդար Գարնիե օպերայի արքայական կամարների ներքո տեղի կունենա Prestige Media ընկերության Prestige միջազգային մրցանակաբաշխությունը, որը արժանին կմատուցի աշխարհասփյուր հայ մեծանուն գործիչներին, ովքեր իրենց տաղանդով, նվիրվածությամբ ու նվաճումներով բարձրացնում են Հայաստան անունը միջազգային ասպարեզում։ Այս նախաձեռնությունը նաև բացառիկ կամուրջ կհանդիսանա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, խթանելով մշակութային ու գործարար համագործակցությունները, ամրապնդելով հայության համաշխարհային կապերը, հիմք դնելով նոր ու արժեքավոր գործընկերային հարաբերությունների։ Քանի որ նշվեց, որ սա մրցանակաբաշխություն է, կարծում եմ մեր ունկնդիրներին այս հարցը շատ կհետաքրքրի, ինչ մրցանակներ են նախատեսվում։ Ես ուզում եմ հավելում անել, մեր մրցանակաբաշխությունը անցկացվում է Փարիզում, ի նշան նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության։ Համոզված ենք, որ այս միջոցառումը եւս կդառնա մեր երկու երկրների եղբայրական կապերն ամրապնդող թելերից մեկը։ Մեր միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական էլիտան, բացառիկ հայեր Հայաստանից, Ֆրանսիայից եւ ամբողջ աշխարհից։ Միջոցառման նպատակն է նաև երախտագիտություն հայտնել ֆրանսիական պետությանը, իդեմս նախագահ Էմանուել Մակրոնի, ով մշտապես կանգնած է եղել եւ այսօր էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին։ Միջոցառմանը հրավիրված են նաեւ մեր մեծանուն հայեր Շարլ Ազնավուրի ընտանիքի անդամները, Միսակ Մանուշյանի ընտանիքի անդամները, տարբեր հեղինակավոր հայեր, մշակութային գործիչներ, սենատորներ, ինչպես նաև արվեստի եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Ինչ եք անում, որ տվյալ մարկանց հրավիրել այս միջոցառմանը, քանի որ գիտեք շատ դժվար է հիմա իհարկե գոյություն ունի հատուկ կայքեզ, այսպես ասած, ինֆորմացիոն դաշտեր, բայց ինչպես եք անձամբ դուք
դուք աշխատում, որպեսզի տվյալ մարդկանց տեղեկացնենք այս միջոցառման մասին։ Մեդիա ոլորտում իմ գործունեությունը սկսվել է դեռևս 2000-ական թվականներից, արդեն շուրջ 25 տարի, եւ այս տարիների փորձառությունը եւ համագործակցությունը հայաստանյան եւ միջազգային տարբեր ընկերությունների հետ, հեղինակավոր հայ գործարարների հետ հենց լրացնում է այն ամբողջ միտքն ու գաղափարը, որը մենք ունենք այս միջոցառման կազմակերպման հիմքում եւ ասեմ, որ շուրջ 1 տարի անցկացված սոցիոլոգիական հարցումների եւ վերլուծությունների արդյունքում Prestige Media ընկերության հանձնաժողովի որոշմամբ ընտրվել են ոլորտի հեղինակավոր ընկերություններ, բարձր վստահություն ունեցող կազմակերպություններ, որոնք եւ մասնակցելու են այս միջոցառմանը եւ ստանալու են մրցանակներ իրենց նվիրումի, իրենց գործունեության եւ որակյալ աշխատանքի համար, այդ թվում բարձր հեղինակություն վայելող բժիշկներ, ովքեր իրենց նվիրումը եւ իրենց անգնահատելի ավանդը ունեն մարդկանց առողջությունը պահպանելու եւ վերականգնելու գործում, նաեւ մշակութային եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։ Նշեմ, որ մեր Facebook-յան հետևորդները մեր հետևի էկրանին կարողացան տեսնել եւ բախտ ունեցան տեսնելու անցյալ նախորդ մրցանակաբաշխությունների ամփոփիչ տեսահոլովակը եւ իհարկե որոշ նաեւ նկարներ Փարիզյան արդեն միջոցառման մասին եւ մենք տեսնում ենք, որ շատ մեծ ծավալի ծրագիր է, հետաքրքիր է, ում հետ կցանկանայիք համագործակցել եւ ովքեր կարող են մասնակցություն ունենալ այս մրցանակաբաշխությանը, այս գեղեցիկ երեկոյին։ Հարգելի Լուսինե, ինչպես նշեցի, մենք արդեն շուրջ 1 տարի բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացրել եւ միջոցառմանը հատուկ հրավերքներ կան ֆրանսիական եւ միջազգային խոշոր ընկերությունների։ Ես ուզում եմ հատկապես նշել, որ Օպերա Գարնիեում սա երկրորդ հայկական միջոցառումն է։ Ես իմացա, որ 2006 թվականին տեղի ունեցել միջոցառում Օպերա Գարնիեում, որը կազմակերպել է Շարլ Ազնավուրը եւ դա եղել է պետական մակարդակի միջոցառում եւ երկրորդը Prestige Media ընկերությունը իրականացնում է նման մասշտաբային միջոցառում, ինչը ավելի է պարտավորեցնում եւ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ մենք նախաձեռնել ենք այս բացառիկ միջոցառումը, որը մնալու է Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության մեջ։ Մեզ հետ կարող են համագործակցել խոշոր ընկերություններ, գործարարներ, բարերարներ, որոնք նաև ներգրաված են այս միջոցառման հյուրերի ցանկում եւ քանի որ ընկերությունների գործունեությունները բավականին տարբեր են, կարող ենք ներգրավել նաև նոր խոշոր կազմակերպությունների, ովքեր կիսում են մեր գաղափարները, ովքեր կարևորում են Հայաստանի միջազգային կապերը եւ ովքեր ուզում են ստեղծել նոր ու հետաքրքիր համագործակցություններ, նպաստելով Հայաստանում ներդրումների ներգրավմանը, Հայաստանի կայացմանը եւ հզորացմանը։ Մենք բաց ենք համագործակցության համար, սիրով հրավիրում ենք այն ընկերություններին, ովքեր որ կուզենան համագործակցել եւ ներկայացված լինել մեր միջոցառմանը համագործակցության համար։ Մի քանի խոսքով կներկայացնեք երեկոն, ինչպիսին է լինելու, ինչպես է այն ընթանալու, ինչ է ծրագրում նախատեսված։ Ինչ է սպասում հյուրերին։ Մեզ մոտ հյուրերի մուտքը սկսվում է Օպերա Գարնիեում ժամը 16:30-ից։ Ժամը 17-ից ունենալու ենք հյուրասիրություն, շփում, ծանոթություն։ Ես անպայման ուզում եմ շեշտել, որ երեկոյի շքեղությունը կամբողջացնի աշխարհահռչակ շեֆ խոհարար 2 տասնյակից ավել Միշլենյան աստղերի արժանացած Ալեն Դյուկասի մատուցած գալա ընթրիքը որպես գաստրոնոմիական արվեստի ինքնատիպ դրսևորում։ Մենք ընտրել ենք Օպերա Գարնիե, ընտրել ենք աշխարհահռչակ շեֆ խոհարար, այսինքն ամեն ինչ կազմակերպվում է ամենաբարձր մակարդակով։ Այս բացառիկ միջոցառումը, որը կունենա պաշտոնական բացման արարողությունը, տեղի ունենում Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգով, սրբազանի օրհնության կարգով, այնուհետև պաշտոնական բացման ելույթներով, որից հետո մենք կունենանք 5-ից 6 ոսկե մեդալներ այն բացառիկ մարդկանց, չեմ ուզում անունները շեշտեմ, ովքեր մնացել են եւ կան այսօր Հայաստանի պատմության մեջ եւ կունենանք շուրջ 30 մրցանակակիրներ տարբեր բնագավառներից, վստահեցնում եմ, որ բոլորը ոլորտի առաջատար ընկերություններ, որոնք ընտրվել են, ինչպես նշեցի, հանձնաժողովի շատ խորը ուսումնասիրությունների արդյունքում եւ այդ օրը կհայտարարվեն այն ընկերությունների անունները, յուրաքանչյուր ոլորտից մեկ ընկերություն, ովքեր որ կդառնան այս տարվա
Պրեստիժ միջազգային մրցանակաբաշխության մրցանակակիրները։ Եվ եթե չեմ շփոթվում, երեկոն պիտի ունենա նաև համերգային հատված։ Երաժշտական մաս ենք ունենալու գալանտրիքի ընթացքում, երաժշտական հատվածը նույնպես հայ հեղինակավոր կատարողներ են լինելու, հիմա չեմ ուզում անուններ հայտարարեմ, բայց վստահեցնում եմ, որ միջոցառումը անցկացվելու է ամենաշքեղ եւ բարձր մակարդակով եւ անմոռանալի ակնթարթներ է պարգևելու միջոցառմանը ներկա եւ հետեւող բոլոր մեր հայրենակիցներին։ Կուզենայի հարցնել կան մասնակիցներ, որ մասնակցել են մնացած տարին եւ այս տարի կրկին անգամ փորձում ուզում են մասնակցել։ Ունենք նման մասնակիցներ, բայց շատ չեն, մենք ամեն անգամ ներգրավում ենք նոր կազմակերպությունների եւ ուրախ ենք, որ ընդլայնվում ենք, քանի որ մեր հիմնական նպատակն է առաջիկա 5 տարիների ընթացքում տարին 2 միջոցառում կազմակերպել ամեն անգամ նոր երկրում եւ 5 տարի անց համախմբել բոլորին, հրավիրել Հայաստան եւ կազմակերպել մեծ մասշտաբային միջոցառում Հայաստանում, որը կլինի հայության համախմբման, ձեռքբերումների ամփոփման եւ նոր մեծ հնարավորությունների բացահայտման բացառիկ հարթակ։ Այս 5 տարիների ընթացքում մենք կձևավորենք միջազգային մեծ կապերի ցանց, որը կհանդիպի Հայաստանում մեկ վայրում ամփոփելու մեր ընդհանուր ձեռքբերումները։ Մենք Հայաստանը կդարձնենք կենտրոն, որտեղ կմիավորվեն հայերը տարբեր երկրներից իրենց հաջողությունների պատմություններով եւ միջազգային ճանաչման իրենց փորձով։ Սա կլինի միջոցառում, որը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի միջազգային իմիջը որպես ուժեղ, հեռանկարային եւ համաշխարհային մակարդակում կայացած պետության։ Եվ արդեն վերջին հարցս, քանի որ ժամանակն անցնում է, եւ բոլոր այն մեր հետևորդները, ովքեր այս պահին հետաքրքրված են, կուզենային ինչ որ ձևով մասնակցություն ունենալ այս գեղեցիկ երեկոյին, ինչպես կարող են ձեզ հետ կապ հաստատել։ Հարգելի Լուսինե, մեզ հետ կարող են կապ հաստատել զանգահարելով մեր հեռախոսահամարին +374 91 66 98 78 հեռախոսահամարին կամ գրել մեզ մեր էլեկտրոնային հասցեին info@prestige1.am Կարծում եմ ձեզ մոտ հնարավոր կլինի եթերից հետո կոնտակտային տվյալները փոխանցել։ Հիմա մեզ մոտ կերևա արդեն մեր Facebook-յան հետևորդները եւ YouTube-յան հետևորդները տեսնում են դա։ Այնպես որ շատ շնորհակալ ենք այս բոլոր մանրամասն տեղեկությունների մասին, այս հրաշալի երեկոյի մասին եւ ձեզ մեծ հաջողություն եք մաղթում։ Եվ իհարկե միջ հաջողություն մաղթելը կուզենայի նաեւ հիմա երևի հարց առաջացել նաեւ մեր ու կնդիների մոտ ձեր ամսագիրը հնարավոր է ձեռք բերել Փարիզում, թե ոչ, ինչպես կարող ենք պատվիրել։ Մեր ամսագիրը հասանելի է նաև թվային տարբերակով prestige1.am այնտեղ այս հարթակում էլեկտրոնային տեղադրված է մեր բոլոր ամսագրերը, կարող են հետևել այդպես եւ մենք տարածում ենք նաև Հայաստանից դուրս Ֆրանսիա, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, Արաբական Էմիրություններ եւ մեր միջոցառման շրջանակներում նույնպես լինելու են ամսագրերը ներկայացված, կարող են պատվիրել, կարող են կապ հաստատել ինձ հետ եւ թեկուզ փոստով մենք սիրով պատրաստ ենք փոխանցել մեր ընթերցողներին եւ ընդլայնել մեր ընթերցողների շրջանակը։ Շնորհակալություն ձեզ հաճելի օր կմաղթենք եւ մեծ հաջողություններ այս գործի մեջ, որ դուք փորձում եք իրականացնել։ Հուսով ենք, որ 2026-ում այն կիրականանա մի այլ վայրում մենք էլ պարտավորություն կունենանք լուսաբանելու այդ ամենի մասին եւ բարձրաձայնելու։ Շնորհակալ ենք շատ եւ ձեզ հաջողություն եք մաղթում։ Հարգելի Արտակ, մենք տարեվերջին եւս մեկ միջոցառում ենք նախատեսում մինչեւ 2026 թվականը։ Դեռ կհասցնենք խոսել նաեւ տարեվերջյա մեր միջոցառման մասին։ Հունիսի 9-ին հայկական ոգին կթևածի Փարիզում որպես Հայաստան-Ֆրանսիա անխախտ բարեկամության եւս մեկ վկայություն։ Այդ օրը Փարիզի սիրտը կբաբախի հայերեն։ Սիրով հետևեք մեզ, շնորհակալ եմ այս ընձեռնված հնարավորության համար, վստահ եմ հնարավորություն կլինի նաև լուսաբանել մեր այս գեղեցիկ միջոցառումը Փարիզի Ռադիո Այբ FM-ի եթերում։ Շատ լավ, դες իրոք մեծ հաջողություն եք մաղթում։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ շատ։